Պարոն Գալազարյան, շատ հաճախ մենք լսում ենք կարծիքներ, երբ ասում են սպասեք, ինքը կիջնի, կամ ոչինչ համբերեք, անմասն չեն մնում նաև տարբեր տեսակի անհասկանալի խորհուրդները, վարժություններ անելու, թռվռալու եւ այլն, որպեսզի ամորձին իջնի։ Վերջիվերջո, երբ պետք է ծնողը անհանգստանա, որն է այն կարմիր գիծը, որը չի կարելի անցնել եւ պետք է շտապ դիմել մասնագետի օգնությանը, որպեսզի հետո խնդիրը չբարթանա։ Ելնելով էմբրիոլոգիական հետազոտության տվյալներից եւ հիստոլոգիական հետազոտության տվյալներից, լավագույն արդյունքները հետագայում պտղաբերության առումով եւ ամորձու ատրոֆիայի զարգացման առումով լինում են, երբ որ վիրահատությունը արվում է ոչ ուշ, քան մի տարեկանը, կարելի է երբեմն հետաձգել մինչև 18 ամսական, այսինքն 1.5 տարեկան տարիքը։ Դրանից ավելի ուշ իրականացված վիրահատությունների դեպքում հետագայում եւ ֆերտիլությունը եւ պտղաբերությունը իջած են լինում։ Խնդիրը կայանում է նրանում, որ այն բջիջները, որոնք պետք է հետագայում նպաստեն, դառնան սերմնաբջիջներ եւ նպաստում են այդ սերմնաբջիջների նորմալ զարգացմանը, իրանց դիֆերենցիացիան պահանջում է մի քիչ ավելի ցածր ջերմաստիճան, քան մարմնի խոռոչում ներսում եղած ջերմաստիճանն է։ Դրա համար ամորձիները տեղակայված են մարմնից դուրս փոշտում, որտեղ ջերմաստիճանը 1.5-ից 3.5 աստիճանով ավելի ցածր է, քան որովայնի խոռոչում կամ մարմնի այլ տեղում գտնվելու դեպքում։